Ողջույն, սիրելի հայրենակիցներ, այսօր տեսակապով ես հարցազրույցի եմ հրավիրել Ստենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր միջազգայնագետ հարգարժան Արթուր Խաչիկյանն է իմ հյուրը, ողջունում եմ ձեզ, պարոն Խաչիկյան։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Ես ևս։ Պարոն Խաչիկյան, տարբեր ուղղություններով պիտի քննարկենք այսօր մեր հարցազրույցը տարբեր ուղղություններով կզարգանա եւ քանի որ ամբողջ աշխարհի աչքը Իրանի շուրջ ընթացող գործընթացներին է առնչվում, կառաջարկեմ Իրան Միացյալ Նահանգներ օրերս տեղի ունեցած Իսլամաբադում կայացած 21 ժամ տևած բանակցություններին, որից դուրս եկավ Վենսը ԱՄՆ փոխնախագահ հայտարարեց, որ անարդյունավետ են այս ընթացել բանակցությունները, որ իրենք չեն կարողացել համաձայնության գալ Իրանի հետ եւ Իրանը Միացյալ Նահանգների պայմանները ու կարմիր գծերը չի ընդունել, որից անմիջապես հետո լսեցինք Թրամփի հայտարարությունը, նախ մեղադրեց Թեհրանին Հորմուզի նեղուցը բացելու խոստումը չկատարելու համար եւ ապա կշտամբեց Ուրանի հարստացումից հրաժարվել չցանկանալու համար եւ հայտարարեց, որ այսօր ապրիլի 13-ի առավոտյան սկսելու են Հորմուզի նեղուցը ականազերծելու գործընթաց։ Եվ այսպես, պարոն Խաչիկյան, մենք փաստորեն գործ ունենք վերսկսվող պատերազմի հետ եւ այն ինչ զարգացումներ ըստ ձեր վերլուծության կունենա ոչ միայն աշխարհի, մասնավորաբար մեր տարածաշրջանի եւ ես շատ կուզեմ այս համատեքստում խոսեք, թե դա ինչ հետևանքներ կունենա մեր փոքրիկ հայրենիքի Հայաստանի վրա։ Լսում ենք ձեզ, խնդրեմ։ Նախ եթե հիշում եք, մինչև սկսվեցին այդ բանակցությունները, մենք ասել էինք, որ լավ բան չի սպասվում, քանի որ պահանջները Միացյալ Նահանգների բավականին կտրուկ են եւ իսկապես սա Միացյալ Նահանգների պահանջները չեն, սա Իսրայելի պահանջներն են։ Եվ բանակցությունների ժամանակ ըստ ամերիկյան աղբյուրների մի քանի անգամ զանգեր եկան այդ Իսրայելի ռազմական հանցագործ ղեկավարից, որը շարունակում է պաղեստինցիների ցեղասպանությունը, շարունակում է Լիբանանի խաղաղ բնակչության ոչնչացումը եւ հենց այդ անձի զանգով ում հուշել էին, ինքը զանգ ստացավ Պակիստանից, Կուշները եւ Վիտկովը իրան զանգ տվեցին, ասացին, որ Վենսը ինչ որ զիջումների է գնում եւ նա միանգամից խառնվեց, որպեսզի թույլ չտա, որ այդ զիջումները կատարվեն, որտեւ Իսրայելը չի ուզում, որ պատերազմը, Իսրայելը չէ, այս անձը, Իսրայելում էլ հիմա եւ զոհեր կան եւ խաղաղ բնակչությունը դուրս է գալիս փողոց, բողոքներ կան, որպեսզի այս պատերազմը կանգնեցվի։ Սա Իսրայելի ժողովրդի մեղքը չէ, սա այս խայտարակ հանցագործ մարդու մեղքն է։ Եվ նա խառնվեց, թույլ չտվեց, որ որևէ զիջումներ կատարվեն Միացյալ Նահանգների կողմից, իդեպ Վենսը ասաց, որ մոտ 20 անգամ այդ 21 ժամվա ընթացքում, երբ տևում էին բանակցությունները, 20 անգամ իրեն զանգ տվեցին Թրամփի օֆիսից եւ այդ Իսրայելի ղեկավարի կողմից։ Եվ ի վերջո, ինչն էր պատճառը։ Դե առաջինը, եթե լսեք Միացյալ Նահանգների եւ Իրանի ներկայացուցիչներին, դա ուրանի հարստացման հարցն էր։ Եվ իդեպ սա բավականին ոչ խելացի մի հարց է, քանի որ մինչև պատերազմի սկիզբը, 2 օր մինչև պատերազմի սկիզբը, Իրանը արդեն առաջարկել էր, որպեսզի ուրանի հարստացումը կատարվի մի կենտրոնում, որը վերահսկվի միջազգային օրգանների կողմից, միջազգային ինստիտուտների կողմից։ Եվ անգամ առաջարկեց այդ 450 կիլոգրամ հարստացված ուրանը փոխանցել Միացյալ Նահանգներին, այսինքն նրանք պատրաստ էին այս զիջումների գնալ։ Բայց դա չէր Միացյալ Նահանգների նպատակը, այսինքն Միացյալ Նահանգները հիմա այստեղ դեռ չի խաղում։ Այստեղ Իսրայելն է օգտագործում Միացյալ Նահանգները որպես իր ռազմական վարձկանը, ում ձեռքերով նա փորձում է հաստատել իր գերիշխանությունը ամբողջ ռեգիոնում։ Որպեսզի մեր լսարանը հասկանա այդ հարստացված ուրանի հարցը ինչն է։ Որպեսզի ստեղծել միջուկային զենք, պետք է առնվազն 90% հարստացված ուրան լինի։ Ուրանը ունի 2 իզոտոպ, 238, 235 եւ նրանց պետք է բաժանել, քանի որ հանքերում մեծ մասը, կարծիքով 95%-ից ավելը դա ավելի ծանր ուրանն է, որը չի կարող շղթայական ռեակցիա առաջացնել եւ հետեւաբար միջուկային զենք դուք չեք կարող ստանալ դրանից։ Դրա համար ուրանը վերցնում են, խառնում են ֆտորի հետ, գազի բան են ստեղծում, խառնվածք են ստեղծում եւ ցենտրիֆուգաներով սկսում են մաքրել, այսինքն ավելի
ծանր ուրանը անջատվում է ավելի թեթև ուրանից, որը օգտագործվում է միջուկային զենքի համար։ Հիմա Իրանը արդեն խոստովանել էր, որ նա ունի 450 կիլոգրամ եւ պատրաստ էր դա տալ Միացյալ Նահանգներին։ Եվ պատրաստ էր իր հարստացման ծրագիրը, ինչպես ասեցի, ենթարկել միջազգային ինսպեկտորներին։ Բայց նրանք դա մերժեցին։ Այսինքն նրանք հիմա պահանջում են մի բան, որը Իրանը արդեն տվել էր իրենց։ Եւ 2018 թվականին նրանք չեղարկեցին Տրամպը էլի այս ռազմական հանցագործի Իսրայելի ղեկավարի պատճառով նա չեղարկեց JCPOA պայմանագիրը, որով Իրանը նույնպես սահմանափակում էր իր ուրանի արտադրանքը։ Այնտեղ շատ մանրամասն ձևով նկարագրվում էր, թե որքան ցենտրիֆուգ կարող է ունենալ Իրանը, որքան չի կարող, միջազգային ինսպեկցիաներ պետք է տեղի ունենային։ Եվ այսինքն այս ամեն ինչը հնարավոր էր անել խաղաղ ձևով, բայց սա չէր նպատակը։ Նետանյախուի նպատակն է ոչնչացնել Իրանը որպես խոշոր գերտերություն ռեգիոնում, որպեսզի Իսրայելը կարողանա առանց որևէ խոչընդոտի շարունակել զավթել եւ Լիբանանը եւ Սիրիան, ինչպես գիտեք, արդեն մոտեցել են 26 կիլոմետր կարծեմ Դամասկոսին, Դամասկոսից հարավ բոլոր տարածքներում արդեն արգելում են, որ Սիրիան որևէ ռազմական գործողություններ ծավալի, իրենց անվտանգության գոտին են սահմանել Սիրիայում, Լիբանանի հարավը արդեն իրենց անվտանգության գոտի են հռչակել եւ շատ անգամ շատ ներկայացուցիչներ Իսրայելի ասում են, որ մեզ պետք է մեծ Իսրայել եւ այդ քարտեզը Եգիպտոսից դեպի Իրաք է տարածվում, այսինքն մի ամբողջ միջին արևելքի բոլոր սահմանները պետք է փոխվեն, սա վտանգ է եւ Եգիպտոսի համար, եւ Հորդանանի համար, եւ Սիրիայի համար, եւ Իրաքի համար, եւ Լիբանանի համար, Պաղեստինը ոչնչացրել բրծել են արդեն, երևի այլևս չի լինի Պաղեստին։ Այսինքն սա Իսրայելի միջամտությունն էր։ Հիմա հետևանքները շատ ծանր են լինելու, առաջի հարվածը դա լինելու է տնտեսական հարվածը, արդեն Ասիայում մենք տեսել ենք ինչպես բորսաները սկսել են ընկնել, շարունակվում է անկումը, մենք գնում ենք դեպի խոշորագույն տնտեսական ռեցեսիա, եթե ոչ դեպրեսիա ամբողջ աշխարհում, վառելիք չկա, առանց վառելիքի օրինակ Եվրոպայում արդեն չեղարկվում են չվերթները, ավիաընկերությունները չեն կարողանում աշխատացնել ինքնաթիռները։ Սա մեծ հարված է նաև սննդամթերքի արտադրողներին, քանի որ առանց պարարտանյութերն են անցնում Հորմուզով, առանց պարարտանյութերի սնունդի գինը կտրուկ աճում է, սա կարող է սով առաջացնել աշխարհում, կոմպյուտերային արդյունաբերությունը չի աշխատում, քանի որ հելիում գազներ արտահանվում այս ռեգիոնից, որը օգտագործվում է չիպերի համար, արհեստական բանականության ինդուստրիան նույնպես չի աշխատում, քանի որ շատ էլեկտրականություն է պահանջում, իսկ հիմա էլեկտրականության գները կտրուկ աճելու են։ Տրամպին սպասվում է, ես ասեմ սահմանափակվեմ, դուք հարցրեք, որ մենք տեսնենք որ ուղղությամբ ենք ուզում գնալ։ Տրամպը իր քաղաքական դիրքերը շատ արագ զիջում է, Միացյալ Նահանգներում հսկայական բողոքներ են, բենզինի գինը կտրուկ բարձրանում է, ամերիկացիները դժգոհ են, որ Իսրայելի պատճառով Իսրայելի համար նրանք գնում են այսպիսի զոհաբերությունների, հանրապետականները անգամ ասում են, որ նրանք պարտվելու են այս աշնանը նոյեմբերին այս ընտրությունները նրանք կորցնելու են սենատը եւ ամբողջ կոնգրեսը եւ դեմոկրատները երբ որ արդեն վերահսկեն կոնգրեսը Միացյալ Նահանգների, ես ոչ մի կասկած չունեմ, որ նրանք սկսեն իմպիչմենտի գործընթացը, այսինքն Տրամպը կարող է երկար իր տեղը չմնա։ Սա հսկայական հետևանքներ։ Հետո այս մի բանն էլ շատ կարևոր է ասեմ, որ սա փաստորեն փորձ է, այս շրջափակումը, սա փորձ է ստիպել, որ Միացյալ Նահանգների դաշնակիցները միանան իր ռազմական օպերացիային Հորմուզում, քանի որ նրանք խուսափում էին սրանից, պայմանավորվելով Իրանի հետ, որ իրենց նավերը բաց կթողնեն, վճարում էին մոտ $2 միլիոն ամեն տանկերը վճարում էր եւ հաշվարկներ էին կատարվել, որ ամեն տարի Իրանը այսպես կարող է ստանալ մոտ $100 միլիարդ եւ կարող է վերականգնել իր տնտեսությունը։ Բայց դա տեսնելով, իհարկե Իսրայելը դա թույլ չի ուզում տալ եւ հիմա փաստորեն նրանք ել ավելի ծանր ճգնաժամի են տանում ամբողջ աշխարհը, այսպիսի գործողություններով երկրորդը ստիպում են իրենց դաշնակիցներին, որ նրանք միանան իրենց օպերացիային, երրորդը նրանք կարող են այստեղ ներքաշել նաև Չինաստանը եւ Ռուսաստանը, քանի որ իսկ ինչ են նրանք անելու, ասենք եթե չինական տանկեր անցնի Հորմուզով եւ Միացյալ Նահանգները կանգնեցնեն այդ տանկերը
Փաստորեն Չինաստանը գնում է բախման Միացյալ Նահանգների հետ։ Դա էլ է շատ վտանգավոր։ Դե այսքանը դուք կարող եք հարցնել, եթե ինչ-որ Պարոն Խաչիկյան, դուք փաստորեն հստակ շատ մատչելի ներկայացրեցիք վտանգները, հետևանքները աշխարհի վրա, իսկ մենք լսենք Թրամփին, ինչ է ասում Թրամփը։ Ասում է այս իր հայտարարությունը Հորմուզի նեղուցը ականազերծելու գործընթացի հետ կապված եւ պատերազմի փաստորեն վերսկսումը լավություն է աշխարհի շատ ու շատ երկրների համար եւ նշում է այդ երկրների անունները՝ Չինաստան, Ճապոնիա, Հարավային Կորեա, Ֆրանսիա, Գերմանիա։ Կասեք իրականությունը որտեղ է, որովհետև մենք արդեն հստակ նաև կեղծիքի, ստի, փաստերի խեղաթյուրման հետ գործ ունենք։ Թրամփի հայտարարությունները մեկ անգամ չէ, որ տեսնում ենք իրականությանը բոլորովին չեն համապատասխանում։ Բայց եթե նա հնչեցնում է այս հայտարարությունը, կարծում եմ, որ պետք է այս երկրներից էլ հնչեին հակառակ հայտարարությունը։ Ինչու է լռություն։ Ընդունում են Թրամփի քայլերը, գործողություններ, ինչի մասին է սա խոսում։ Սա խոսում է նրա մասին, որ իսկապես, ինչպես ես ասում էի, Թրամփը շատ հավանական է, որ ՔՊ-ի անդամ է, քանի որ նա անում է մի բան, ամեն ինչ կործանում է, քանդում է, պարտվում է, ամբողջ աշխարհը ասում է, որ Միացյալ Նահանգները խոշորագույն պարտություն կրեցին այստեղ, բայց նա ասում է ճիշտ հակառակը։ Այսինքն նա կարծում է, որ այս դեմագոգիայով, այս խոսքերով, ուղղակի այս դատարկ բառերով նա կարող է ուղղել իր սարսափելի այս քայլի հետևանքները։ Սա մեծագույն սխալ էր։ Նա մեծագույն սխալ էր եւ նա ընկավ այս թակարդի մեջ Իսրայելի հանցագործ ղեկավարության պատճառով։ Բայց տեսնելով, որ նա պարտվում է, նա ասում է, ոչ, ես հաղթել եմ։ Դա նույն բանն է, ինչ որ որոշ երկրների ղեկավարները հիշում եք, ասում են մենք պարտենում ենք, որ մենք պարտվել ենք։ Դե այդ նույն մեթոդն է։ Այսինքն մենք ապրում ենք մի աշխարհում, երբ երկրի ղեկավարները կարծում են, որ նրանք կարող են ուղղակի համոզել մարդկանց, որ իրականությանը նայել պետք չի։ Իրականությունից դուրս ապրենք։ Իրականությունը այն է, որ սա խոշորագույն հարված է Չինաստանին։ Չինաստանը կարծեմ իր 40% իր նավթի ստանում է Պարսից ծոցով, իսկ հիմա փաստորեն չի կարողանում դա անել։ Սա խոշորագույն հարված է ասիական երկրներին, Եվրոպային, ամբողջ աշխարհին, քանի որ ասեցի, ամբողջ աշխարհում հիմա կանգնում է արդյունաբերությունը, կանգնում է туриզմի ինդուստրիան, ասեցի, կոմպյուտերային ինդուստրիան եւ այլն։ Այսինքն նա տեսնելով, որ արդեն ելք չի կարողանում գտնել, անցնում է շանտաժի։ Եթե դուք ինձ չօգնեք, ես այնպես կանեմ, որ դες ավելի վատ կլինի։ Սա փաստորեն շրջափակում է շրջափակման գլխին։ Իրանը շրջափակում է նեղուցը, նա էլ փակում է Իրանի փակած նեղուցը։ Հասկանում եք, ասում է ավելի վատ կանեմ ձեզ կստիպեմ, որ դուք ինձ օգնեք Հորմուզում։ Կարծում եմ, որ սա կարող է այո բախման բերել եւ ըստ որոշ տեղեկությունների Միացյալ Նահանգների փորձագետները ասում են, որ հենց Չինաստանն էր հորդորել Պակիստանի հետ միասին հորդորել, որ Միացյալ Նահանգները բանակցությունների գնան Իրանի հետ։ Եվ Չինաստանը ըստ որոշ աղբյուրների լայնածավալ օգնություն է տրամադրում Իրանին։ Տնտեսական, տեխնոլոգիական, ոչ ռազմական, չնայած որոշ զինատեսակներ ըստ այդ աղբյուրների տրամադրել է։ Չինաստանը կառուցում էր իր մեծագույն այդ պրոյեկտը՝ մի ճանապարհ, մի գոտի, հիշում եք։ Եվ մինչև Իրան արդեն հասցրել էր եւ Իրանի տարածքով դեպի Պարսից ծոց արդեն կառուցել էր երկաթուղի եւ այդ երկաթուղին ջախջախվեց, ջախջախվեց։ Այսինքն սա ուղղակիորեն հարված է Չինաստանի շահերի վրա եւ Իրանի շահերի դեմ է սա գնում եւ Ռուսաստանի, որտեղ Ռուսաստանի հյուսիս-հարավ բոլոր կոմունիկացիաները այնտեղ կարևորագույն դերը կատարում է Իրանը։ Իսկ մեր համար սա վատ է այն իմաստով, որ հիմա Միացյալ Նահանգները, Թուրքիան, Իսրայելը եւ Ադրբեջանը ել ավելի մեծ երանդով կփորձեն այդ Զանգեզուրի միջանցքը ուրիշ անունով, Թրիպի անունով կառուցել, որքան հնարավոր է շուտ, միացնել Ադրբեջանը Թուրքիայի հետ եւ ստեղծել այդ միջանցքը, որը այլընտրանք կլինի Պարսից ծոցին։ Սա 100% է, սա շատ ակնհայտ է, որ սա նրանց ել ավելի կարևոր խթանք ստեղծի։ Ինսենտիվ, խթանք ստեղծի, որպեսզի նրանք որքան հնարավոր է շուտ Զանգեզուրի միջանցքը կառուցեն, այլընտրանք ստեղծեն Պարսից ծոցին։ Դուք կանխեցիք իմ հարցը, ուզում էի գալ հենց տարածաշրջան եւ հարցնել սրա այս ընթացքի վտանգավոր հետևանքները Հայաստանի համար։ Պարոն Խաչիկյան, դուք արդեն ասացիք, որ այդ վտանգը կախված է մեր գլխին, ձեր տեսանյութերից մեկում նույնիսկ արդեն հստակ ասում եք, որ
հանձնել է այս մարդը, Մեղրիներ է հանձնել, Սյունիքի հարցում է տվել իր համաձայնությունը։ Պարոն Խաչիկյան, տեսեք, Փաշինյանը այս ընթացքում խոսում էր այն մասին, թե պատերազմ է լինելու աշնանը։ Հնարավոր է, որ ինքը գիտի, որ նման գործընթացներ են լինելու եւ արդեն նման հայտարարություններ է հնչեցնում։ Ես այս անձի մասին խոսել չեմ ուզում, ես խնդրում եմ իր անունին մոտ մի ասեք, ես փորձում եմ արդեն անջատվել ես բազարից, որը մենք կոչում ենք քաղաքականություն, բայց եկեք սկսենք ձեր հարցի սկզբից։ Դուք ասացիք, դուք ասում եք, որ նա հանձնել է։ Պատկերացրեք, որ ես այսպիսի բան չեմ ասել։ Ոչինչ չեմ ասել։ Ըստ պայմանագրի 74%-ը պատկանում է Միացյալ Նահանգներին։ Դա ինչ է կոչվում։ Երբ որ դուք ձեր տարածքում վերահսկողությունը տալիս եք 74% այս ընկերության տալիս եք Միացյալ Նահանգներին, բայց դա հանձնել չի։ Եվ ինչ ինքնիշխանության մասին կարելի է խոսել։ Եթե դուք գնաք, ասենք, բրիտանիական հանրագիտարանը բացեք, սուվերենությունը ինչ է նշանակում։ Դա նշանակում է բացարձակ վերահսկողություն տվյալ երկրի տարածքի վրա։ Արտաքին ուժերից կամ ներքին ուժերից զերծ։ Այսինքն դուք լիովին վերահսկում եք ձեր երկրի տարածքը եւ քաղաքական process-ները։ Եթե դուք 74%-ը տալիս եք ուրիշ երկրին, ինչ ինքնիշխանություն։ Դուք որևէ ուրիշ երկիր գիտեք, որ իր տարածքում 74%-ը տվել է Վրաստանը Բաքու-Ջեյհան ճանապարհի կամ այդ խողովակի 74%-ը տվել է երրորդ կողմին։ Նրանք դες բան արել են։ Այսինքն սա իմ կարծիքի հարց չի, սա այս ուժերը անում են նույն բանը, ինչ որ Տրամպը կործանում է ամբողջ աշխարհի տնտեսությունը, պարտվում է, ասում է ես հաղթել եմ։ Սրանք Մեղրին հանձնում են, ասում են չենք հանձնել։ Մենք ապրում ենք, գիտեք, բան կար, հեքիաթ կար, Ալիսան բանում, ոնց էր կոչվում, հայերեն ինչպես կլինի Wonderland, Ալիսը հրաշքների աշխարհում, այո։ Այսինքն մենք տեսնում ենք իրականությունը, բայց մեզ հմեկը եւ այդ բոլոր այդ քարոզչական իրենց բանակը ամեն օր համոզում է, որ մեր տեսած իրականությունը ճիշտ չի։ Պետք է տեսնել ուրիշ իրականություն։ Երբ որ դուք հանձնում եք Ղարաբաղը, դուք չեք հանձնում, երբ որ դուք Մեղրին եք հանձնում, դուք չեք հանձնում, երբ որ դուք պարտվում եք, դուք չեք պարտվում, հասկանում եք, սա հոգեբանական մանիպուլյացիայի բավականին բարձր աստիճան է, որը աշխատում է ցավոք սրտի, որովհետև մեր մարդկանց հետ որ խոսում ես, նրանք անգամ ասում են ես սրան եմ լսում կամ ես նրան եմ լսում։ Մարդիկ ուղղակի լսում են, նրանք հավատում են, նրանք ընդունում են այս քարոզչությունը, մանավանդ որ 24 ժամ օրական հմեկով դա ասվում է, մանավանդ գյուղերում, ռայոններում, մարզերում։ Եվ մարդիկ ինքնուրույն վերլուծություն չեն անում։ Եթե սա նա չի հանձնել, բա ինչու են Թուրքիան եւ Ադրբեջանը պահանջում, որ սա որքան հնարավոր է շուտ բացվի եւ 74%-ը մերը չի։ Եթե մենք չենք հանձնել, Ալիևը ինչու է ասում, հայ չտեսնեմ այնտեղ, հայ երես չտեսնեմ։ Որ երկրում եք դուք տեսել, որ ձեր հարևանը ասի դուք չերևաք ձեր տարածքում։ Այսինքն էլի ինձ այս հարցերը ինձ մի տվեք, ցավոք սրտի, այո, մեր ժողովրդի մի մասը գիպնոզի տակ է գտնվում, քանի որ իր քարոզչական բանակը միլիոնավոր դոլարներ է ստանում արևմուտքից եւ Թուրքիայից, որ մեր ժողովրդին ցավոք սրտի պահեն այս գիպնոզի տակ եւ կան մարդիկ, ովքեր դեռ այս աղանդի անդամներ են։ Սա մեծ դժբախտություն է, մեծ աղետ է մեր ազգի համար։ Իդեպ, պարոն Խաչիկյան, այդ հիպնոսը հիմա մեկ այլ առումով է բավական ակտիվ շարունակվում, հասարակական կազմակերպություններ կան, որոնք Փաշինյանի կողմից ուղարկվում են Բաքու երկխոսության, խաղաղության այսպես ինչ-որ անվան տակ, եւ հիմա սրանք եկել են Հայաստան, այսօր քիչ առաջ, մինչ մեր եթեր մտնելը ես լսում եմ իրենց, քարոզում են, թե ինչ եք ասում, Ադրբեջանը, Ադրբեջան նման գաղափար չի պատտում, դա միֆ է, դա կեղծիք է, նրանք ոչ էլ կգան Հայաստան, ոչ էլ նման ցանկություն ունեն, անգամ չեն կարողանում Արցախը հիմա բնակեցնել, ինչ 300,000 ադրբեջանցիներ ժողովուրդ հանգիստ եղեք, նման բաներ չկան։ Այսինքն սրանք շարունակում են փափուկ բարձ դնել հայերի գլխի տակ, այն դեպքում, որ ճիշտ հակառակ process-ն է։ Այդ հարցը շատ հեշտ լուծվող հարց է։ Մենք, չգիտես ինչու, մեր հասարակությունը այսպիսի սովորություն ունի տասնյակ տարիներով խոսալ ինչ-որ մի հարցի մասին, որը շատ հեշտ լուծվող հարց է։ Վերցնում եք Ալիևի մի քանի օր առաջ ասածի այդ մեջբերումը, screenshot եք անում ու կախում եք ձեր սայթի վրա։ Ասելա թե չի ասել։ Այսքան բան։ Այս խոսակցությունը չպետք է շարունակվի։ Նա ասելա թե չի ասել։ Բաքվում եղել է կոնֆերանս Արևմտյան Ադրբեջանի
հարցերով կոնֆերանս, որտեղ 60 երկրից 100 փաստաբան են ներկա եղել։ Դա փաստ է թե փաստ չէ։ Մեջբերում կարող ենք բերել, կարող ենք գտնել այդ նյութը եւ ուղղակի կախել ձեր էջի վրա։ Այդ խոսակցությունը ավարտվում է։ Ինչ վերաբերվում է ձեր ասած հասարակական կազմակերպությունների, նրանք հասարակական կազմակերպություն չեն։ Նրանք ուղղակի արտաքին ուժերի կողմից վարձված մարդիկ են, որոնք վարձով ծախում են Հայաստանը։ Եվ Հայաստան էլ արդեն մենք եկեք մեզ չխաբենք։ Սա արդեն դարել է Հայաստանի ինքնավար հանրապետություն։ Մենք արդեն սուվերեն հանրապետություն չենք։ Եկեք տեսնենք իրականությունը։ Ի բոլոր ցանկությունները մեր հարևանների կատարվում են։ Պատրաստվեք շուտով արդեն ինչպես ես 3 տարի առաջ ասեցի, ինձ ասում էին դուք չափազանցնում եք։ Հեսա ծիծեռնակաբերտնել, կապամոնտաժեն, կասեն այսպեսի բան չի եղել, այդ նեմեսիսա էլ չասեմ, Նժդեհի արձանը էլ չասեմ, այդ ամեն ինչը հանելու են Անդրանիկ, էլ ինչն են, Վարդան Մամիկոնյան, ռևանշիստներ, նրանք բոլոր ռևանշիստ են, գիտեք։ Հետո Աստված չտա մեր արդեն թանգարաններից հանեն Արևմտյան Հայաստանից բերված գրքերը, խաչքարները ասեն, դա մերը չի, դա աֆղանականը, դա ադրբեջանականը։ Եվ մենք կհասնենք այդ օրին, եւ ես ճիշտ ասած արդեն կարծում եմ, որ մենք դրան էլ ենք արժանի, որտեվ այսքան բանից հետո մեր հասարակության մեջ գտնվում են մարդիկ, ովքեր դեռ հավատում են հմեկին եւ դեռ հանդուրժում են սա եւ կարծում են գիտեք, եթե մեր գարիմիսը չպակասի, եթե մեր փորը լիքն է, եթե մեզ ասֆալտ տան, եկեք էդ էլ հանձնենք։ Մեղրին հանձնեցինք, պրծանք, ուլ տվեցինք, ոչ ոք այդքան էլ չբողոքեց։ Էլ եմ ասում, գիպնոզի տակ են մարդիկ, բայց այնուամենայնիվ հաջորդը ասել արդեն աստին ցեղասպանության մասին չխոսեք։ Հիմա էլ ասում են մենք ենք ցեղասպանել ադրբեջանցիներին, այսինքն պատրաստվեք, որ մի հատ էլ մենք ենք ներողություն խնդրելու իրանցից ցեղասպանության համար եւ կանենք, ես դեմ չեմ։ Եթե սա է մեր հասարակությունը, եթե մեր հասարակության ինտելեկտուալ մակարդակը սա է, մենք ամեն ինչի արժանի ենք։ Ես էլ որ ոչ մի բողոք չունեմ։ Ես երբեմն տեսնում եմ ձեր նյութերի տակ գրառումներ, որտեղ ասում են, որ դուք շատ վատատես եք, բայց կարծում եմ, որ դուք շատ իրատես եք։ Գիտեք, եթե դուք ուզում եք կներեք, բայց ձեր ասածները իրականություն են դառնում, եւ եթե կարելի է խնդրեմ ուղակի փաստը բերեմ, լսեմ ձեզ, շատ կարեւոր բան ասացիք, մարտի 31-ին Ադրբեջանը հանդես եկավ հայտարարությամբ, թե հայերը ցեղասպանություն են իրականացրել 1918-ին, եւ զուգահեռաբար ինչ է կատարում Հայաստանում։ Սրանք չեն շարունակում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, անգամ Մարաղայի հուշատախտակ պիտի տեղադրեին Ծիծեռնակաբերդի տարածքում թույլ չեն տալիս, փակել են Արցախի հարցը ընդհանրապես։ Հարցս հետեւյալն է. լավ, սա հնարավոր չէ, որ հենց ուղակի այսպես ինչ որ փոքր ինչ որ դետալներ են, հա, շարունակելով ուղակի անդադար խոսել են մասին, որ Արցախը Ադրբեջանի տարածք է։ Այստեղ չեք կարծում, որ շատ մեծ մի ծրագիր կա Ադրբեջանի, Ալիևի, բռնապետ Ալիևի, Արցախը հայաթափած, ցեղասպանություն իրականացրած այդ անձի եւ ընդհանրապես Ադրբեջան պետության պատմությունն են մաքրում Փաշինյանը։ Փաշինյանը մաքրում է իրենց արյունոտ պատմությունը ի հաշիվ մեզ։ Սա ուր կարող է տանել, սա ես անգամ պատկերացնել սարսափում եմ։ Ես էլ եմ ասում, այդ անձի անունը չեմ ուզում լսել եւ չեմ մեկնաբանելու որևէ բան, բայց ձեր հարցը, տեսեք, եթե մենք ուզում ենք խաղաղ ապրել մեր հարևանների հետ, մենք բոլորս կողմ ենք։ Մենք բոլորս կողմ ենք։ Ես հենց դրա համար շատ միամիտ լինելով եւ Հայաստանի այսպես կոչված քաղաքական այդ կլանային օլիգարխական այդ հարաբերությունները չիմանալով, ես իսկապես կարծեցի, որ այս մարդիկ ուզում են, որ խաղաղություն լինի, որ կոռուպցիա չլինի, որ Հայաստանը զարգանա։ Դրա համար երկու ձեռքով իրենց աջակցեցի։ Բայց հետո ես տեսա, թե ինչ կատարվեց եւ հասկացա, որ ինձ խաբեցին։ Ինչպես բոլորիս։ Եթե նա խաղաղություն էր ուզում, նա պետք է ընդուներ Մինսկի խմբի առաջարկը, որը ներկայացվել էր 2019 թվականի աշնանը, կարծեմ, որը բացահայտվեց, հրապարակվեց։ Ղարաբաղում մնում էին հայեր, Ղարաբաղը ստանում էր ստատուս ապագայում, որը որոշվում էր հանրաքվեի ձևով։ Մենք հանձնում ենք 5 շրջանները։ Շատ լավ, ես կողմ էի, թող լինի խաղաղություն, ոչ ադրբեջանցիները մահանան, ոչ հայերը մահանան, ինչ որ խաղաղ պայմանագիր լինի։ Նա հրաժարվեց պատերազմը կանգնեցնել։ Նա ուներ նոյեմբերի 9-ի պայմանագիրը, գոնե դա մենք պահենք։ Դա էլ հրաժարվեց։ Գնաց Պրագա, եթե մենք ունենայինք նորմալ ղեկավար, նորմալ, ոչ թե շեղումներ ունեցող, անփորձ, անկիրթ մի մարդ, Պրագայում, երբ որ նա համաձայնվում էր, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, պետք է գոնե ցանկացած երկրի
նորմալ մարդ լիներ, ցանկացած երկրից, ասիական, աֆրիկական, ամերիկյան, ինչ-որ ուրիշ կոնտինենտներից, եթե ինչ-որ ներկայացուցիչներն արկասել, լավ, մենք ձեզ սա զիջում ենք, բայց դուք երաշխավորում եք ժողովրդի անվտանգությունը։ Այդ պայմանագրի մաս պետք է լիներ, որ Ադրբեջանը երաշխավորում է հայ բնակչության անվտանգությունը իր տարածքում, գոնե Ալիևը գոնե այդ ժամանակ պատրաստ էր մշակութային ավտոնոմիա տալ հայերին։ Գիտեք, նրանք որ ասում են մեր խելքից է, նրանք սխալ չեն։ Ես պետք է ընդունեմ, որ նրանք ճիշտ են ասում։ Մեր այսպես կոչված այս էլիտան, որը էլիտա չի, սա հակա էլիտա է, անտի էլիտա, մեր ժողովրդի դժբախտությունը սրանցից է։ Եթե դուք զիջում եք գոնե այդ ժամանակ պահանջեիք, որ Ադրբեջանը երաշխավորեր հայերի անվտանգությունը, ու ձեր կողքը են Շարլ Ազնավուր ցիտող մարդը, որ նստած էր, որ այդքան սիրում է մեզ, որ Ազնավուրի թաղմանը բան էր, արցունքներով լաբոեմ էր երգում։ Այդ մարդուց ասեիք, պարոն, չգիտեք ինչ, եթե դուք ասում եք դուք Հայաստանի կողքն եք, բա դուք էլ ստորագրեք, որ Եվրոպան էլ է երաշխավորում հայերի անվտանգությունը։ Ինչու՞ չեք երաշխավորում։ Կամ հենց այդ ժամանակ, երբ որ դուք այսպիսի զիջման եք գնում, դուք պետք է ասեիք, իսկ եթե Զանգեզուրի մասին է խոսքը, շատ լավ, մենք ձեզ կտանք հաղորդակցություն մեր տարածքով, ձեզանից էլ խնդրում ենք, որ դուք էլ մեզ տաք ձեր տարածքով դեպի Ռուսաստան օրինակ։ Նորմալ երկիրը, նորմալ երկիրի ղեկավար այսպես կբանակցեր։ Սա հանձնում է, նա գնաց ամեն ինչ հանձնեց, այս մարդը ամեն ինչ հանձնում է, նա չի բանակցում, նա ուղղակի ենթարկվում է։ Դրա համար ես ասում եմ, մենք ապրում ենք Հայաստանի ինքնավար հանրապետությունում, սա արդեն սուվերեն հանրապետություն չէ։ Մեզ ղեկավարում են դրսից։ Եթե դուք չեք ուզում իրականությունը տեսնել, փակեք ձեր աչքերը, երաժշտություն դրեք եւ ինչ որ բան ծխեք, պատկերացրեք, որ ամեն ինչ լավ է։ Ես ոչ թե վատատես եմ, այլ ես շատ արագ տեսնում եմ, թե ինչ է լինելու, վտանգները շատ ակնհայտ են իմ համար։ Պարոն Խաչիկյան, ձեր ասածը իրենց կողմից բանակցությունները ճիշտ տանելու Արցախի հարցում կկայանար այն դեպքում, եթե տեղի ունեցած չլներ մի զարուրելի բան, ինչի մասին անընդհատ ասվում է, այս մարդը 5000 չգիտեմ, միլիարդ, հա, դոլարով թե միլիոն, չգիտեմ դուք կիմանաք երևի, վաճառել է Արցախը։ Ես երեք գտնվում էի հրապարակում, բացի այն, որ տարբեր քաղաքական գործիչներ են այդ մասին ասում, ես հիմա ուզում հրապարակեմ նաև այդ անձի, ով հրամանատար էր Արցախից, ասում է ես ուզում եմ բարձրաձայն ամբողջ աշխարհին ասել եւ հիմա ես առիթ օգտագործելով մեր հարցազրույցի այդ անձի հայտարարությունը ուզում եմ հնչեցնել, ասում է այդ ընթացքում երբ մենք ակտիվ կռվում ենք եւ հաստատ հաղթելու ենք 44 օրյա պատերազմում, ասում է ես որպես հրամանատար եմ դա վստահաբար ասում, Ալիևը մտնում է եթեր եւ իր ժողովրդին եւ դիմում է Նիկոլ Փաշինյանին, ասել է Փաշինյան, ես ձեզ գումար եմ տվել Դու որտեղ ես, ինչու են այսպես կատաղի կռվում հայկական կողմից, որտեղ ես դու, ասում են նա հնչեցնում էր անընդհատ այդ հայտարարությունը, իդեպ մեր հայաստանյան նաև լրատվամիջոցներից մեկով գնացել է այդ կադրը։ Մենք սա պետք է, կարծում եմ արձանագրենք, Արցախը հանձնված է, մեծ գումարի դիմաց հանձնված է, հետևաբար Փաշինյանը չէր գնալու որևէ բանի։ Պարոն Խաչիկյան, սա փաստ է եւ հիմա գուցե եւ կա խոսակցություններ, որ դուք էլ արդեն ասացիք, նույն կերպ հանձնված է եւ Մեղրին եւ հանձնված է Սյունիքը։ Հիմա եկեք հասկանանք, պարոն Խաչիկյան, ինչպես ենք դուրս գալիս այս իրավիճակից։ Հայաստանը մտել է նախընտրական գործընթացի մեջ։ Տարբեր հայտարարություններ են հնչեցնում, որ ընդդիմության միակ նպատակը այս իշխանության հեռացումն է։ Ես ընթերցում եմ ձեր հոդվածը, կրկին լուրջ քննադատություն, սուր քննադատություն առ ընդդիմության, որ դուք այդպես էլ չկարողացաք ազատվել այդ էգոիզմից, ձեր էգոից, ամբիցիաներից չմիավորվեցիք եւ դուք փաստորեն ըստ ձեր խոսքի ընդդիմությունը փաստորեն գնում է քայլերի, որով կվերընտրվի Նիկոլ Փաշինյանը։ Սա շատ լուրջ հայտարարություն էր, ես կխնդրեմ դուք մեկնաբանեք, ինչու եք այդչափ նաև ընդդիմադիր հատվածի հետ կապված վատատես, թե արդարացված է ձեր ոչ լավատես լինելը։ Խնդրեմ, լսում ենք ձեզ, պարոն Խաչիկյան։ Գիտեք, ստեղ լավատես, վատատեսի հարց չի։ Ես սիրում եմ խոսել միայն փաստերով, միայն եւ միայն։ Ես շատ շնորհակալ եմ, որ իմ բախտս բերեց, ես Միացյալ Նահանգներում երկար ժամանակ աշխատել եմ Միացյալ Նահանգների լավագույն փաստաբանների հետ, դատարաններում աշխատել եմ եւ հիանում եմ։ Միացյալ Նահանգները ունի հիանալի դատական համակարգ, մի քանի մեծ իհարկե թերություններով։
առանց փաստի ես չեմ կարող խոսել։ Այն որ դուք ասեցիք, որ փողի դեմ է հանձնել, ես դա չեմ տեսել եւ դրա ապացույցը ես չունեմ։ Եթե այդ մարդը տեսել է, թող ապացույցը ներկայացնի, բայց փաստը այն է, որ հանձնել է։ Դա փաստ է, որ նա հանձնել է։ Եվ նա երբ որ Պրագայում ընդունում էր, որ դա Ադրբեջանի մաս էր, ցանկացած նորմալ մարդ, անգամ երեխա, կասեր, իսկ ես ինչ եմ ստանում դրա դիմաց։ Գոնե երաշխավորեք իրանց անվտանգությունը։ Միշել, Մակրոն, այդ ձեր այդ Եվրոկոմանդան, դուք էլ ստորագրեք, որ դուք էլ եք երաշխավորում հայերի անվտանգությունը, նրանք դա չարեցին։ Եվ Զանգեզուրի միջանցքը թող լինի 51% հայկական, 49% ամերիկյան։ Դուք էլ մեզ տվեք ձեր տարածքով միջանցք, 51%-ը լինի ադրբեջանական, 49%-ը լինի ամերիկյան։ Դա կլիներ փոխադարձ զիջում, իսկ սա միակողմանի հանձնում է։ Այն էլ 5000 երեխա, 5000 տղա սպանելուց հետո ցանկացած նորմալ երկրում այսպիսի մարդ չէր մնա իշխանության։ Այդ մի կողմ։ Հիմա անցնելով երկրորդ հարցին ընդդիմությանը, ես շատ հուսահատված եմ եւ շատ հուսահատված են մեր հասարակության շատ ներկայացուցիչներ, որոնք իմ հետ խոսում են, մարդիկ իմ հետ խոսում են։ Եվ ինձ միշտ ասում են, դուք իսկապես կարծում եք, որ մենք ընդդիմություն ունենք։ Եկեք նայենք փաստերով։ Քանի տարի է այս մարդը մնաց իշխանության։ Մնաց 20 թվականի պատերազմից հետո շարժում ստեղծվեց։ Հիշում եք, երբ որ Ղարաբաղը հանձնվեց, ինչ որ շարժում ստեղծվեց, այդ նույն մարդիկ էլի եկան, հաջողություններ թե տապալվեցին, փաստ է։ 21 թվականին, այդ 21 թվականին եղան ընտրություններ։ Ով շահեց եւ ով պարտվեց։ Պարտություններ, այո, այդ երկուս։ Կարծեմ 23 թվականին Ղարաբաղի հայաթափումներ։ Էլի բողոքներ, մասսայական բողոքներ Երևանում։ Էլի ինչ որ այդ տեխնիկային կոմիտե կազմվեց նույն մարդկանցից։ Նույն մեր Չեմբերլեններից, Շարլ դե Գոլներից, Կեսարներից եւ Ալեքսանդր Մակեդոնացին։ Դրանք չեն գնում։ Ամեն անգամ ճանճի պես հետ են գալիս։ Դա արդեն երրորդ անգամ։ Հետո 4-րդ անգամ եղավ Զարթնիր Լաոն, այդ երբ էր, ես արդեն չեմ հիշում։ 22 թվական։ Այսինքն դրանից առաջ էր։ Հետո եղավ դա։ Այս 4 չի, 4։ 5-րդը Սրբազանի շարժումը, նույն մարդիկ գալիս են, նույն մարդիկ դուրս են գալիս բեմ, ժողովուրդը ասում է խնդրում եմ գնացեք, մենք ձեզ չենք ուզում, մարդիկ շրջվում գնում են տուն, իմ աչքի առաջ։ Իրանց դա չի հետաքրքրում, նրանց հետաքրքրում է իրանց էգոն։ 5 անգամ դուք տապալել եք բողոքի շարժումը, եթե ես ճիշտ հաշվեցի, եթե սխալ հաշվեցի գուցե 4, բայց 4-ը կա, այդ փաստը, դա փաստա թե չէ։ Նույն մարդիկ եկել են, պարտվել են։ Այսինքն դուք ինչով եք լավ։ Այն մարդիկ, ովքեր տեսնում են, որ անընդհատ պարտվում են, անընդհատ հետ են գալիս։ Այս մարդն էլ մեր ղեկավարն էլ ամեն անգամ պարտվում, ասում է իմ մեղքը չի, ես չեմ պարտվել։ Դուք ինչով եք իրանից լավ։ Ժողովուրդը ձեզ ոնց հավատա։ Ես ուզում եմ, որ նրանց մոտ ստացվի, հաջողություն լինի իրանց մոտ։ Բայց առաջի հարցը, ինչու են հետ գալիս նույն մարդիկ, ովքեր պարտության սիմվոլ են դարել։ Պարտության խորհրդանիշ են։ Մարդիկ իրանց տեսնում են, ասում են, 5 անգամ պարտվել է այս մարդը, ինչ պետք է այստեղ կանգնեմ, ինչի համար։ Կամ ցույց եք հավաքում, ձեր ցույցը թողնում, փախնում եք։ Կամ երիտասարդներին հանում եք փողոց, որ իրանց ծեծեն։ Դուք տանը նստած եք։ Ես էլ նայում եմ մեր երիտասարդներին ոնց է դուբինկեքով ծեծում։ Էս ինչ ցույց հավաքելու ձև է։ Էս ինչ բողոքի շարժում է։ Հետո իրիկունը գալիս եք ռոք կոնցերտ եք անում։ Դուք չեք տեսնում, դուք ոնց ուղղակի ծիծաղելի եք դառնում։ Քանի անգամ կարելի է վերադառնալ այդ բեմի վրա եւ քանի անգամ կարելի է պարտվել։ Եվ ժողովուրդը ձեզ ասում է, մեզ այլընտրանք տվեք, մենք ձայնը կտանք։ Մեծ մասը մարդկանց հենց այդ պատճառով չի գալիս ընտրությունների, որտեղ այլընտրանք չի տեսնում։ Քանի անգամ է դա ասվել։ Երկրորդը, հենվելով գոնե մի, ասենք վերջերս դուրս եկավ, հա, այսպես կոչված Gallup-ի այդ հարցումը։ Ասենք թե ինչ որ կողմնակալություն կա, ասենք թե համեմատում ենք 2-3 տարբեր ուրիշ հարցումների հետ, տոկոսները պլյուս-մինուս, ասենք պլյուս-մինուս 3%, պլյուս-մինուս 4%, բայց տեսնում եք, որ տոկոսները մոտավորապես նույնն են։ Կա այս աղանդը, կա պարոն Կարապետյանի կուսակցությունը, բավականին ուժեղ դիրքեր ունի, կա երկրորդ նախագահի եւ դաշնակցության միությունը, կա պարոն Ծառուկյանը եւ այլն։ Ես էլ անուններ չտամ, որտեղ հենց որ անուն են տալիս, 100 կողմից հարցակվում են։ Մի քանի ուժ կա, որ ռեալ շանս ունի անցնելու։ Մնացածները, որ նայում ես, 1%, 1.1%, 1.5%, 1.7%։
Դուք գնում եք պարտվելու։ Դուք հաճույք եք ստանում պարտվելուց։ Ինձ հետաքրիր է դուք բավականություն եք ստանում, որ դուք պարտվում եք այն էլ այս մարդուն։ Ես ինքնասպան կլինեի, որ ես այս մարդուց սրանից պարտություն հասկանում եք։ Ես կյանքում շատ բան եմ տեսել, օրինակ Սան Ֆրանցիսկոյում 10 տարի ապրել եմ, ես շատ բաներ եմ տեսել, այնտեղ մարդիկ կան, ովքեր իսկապես հաճույք են ստանում, երբ որ իրանց ծեծում ես։ Եվ կամ ստորանում են, կամ ցավ են զգում, դրանից հաճույք են ստանում։ Բայց քաղաքականության մեջ ես այսպիսի բան չեմ տեսել։ Ինչու՞ չի կարելի այդ 1.5%-ը 2-3 հոգով, 4 հոգով հավաքվեք, անցնեք, հետո այդ անտերաթորները կիսեք ձեր մեջ։ Ինչու է դա դժվար։ Չէ, անհնար է, որտեղ իրանց էգոները այսքան մեծ են։ Եվ քանի տոկոս են փոշիացնելու, ըստ մեր շատ լավ գործընկերների, մոտավորապես 10-12% փոշիացնելու են։ Եվ դրա 4.5-ը թե 5%-ը գնալու է այս աղանդին։ Բա դուք ասում եք ցանկացած գնով հայրենիք եք փրկում։ Դուք ասում եք օր առաջ հեռացիր։ Այդ ձեր այդ կոմպակտ Նապոլեոնների իգոն հնարավոր չի մի կողմ դնել, ձեր էգոիզմը չի կարելի մի կողմ դնել, գոնե 2 ամսով։ Ես իրավունք ունեմ ջղայնանալու, որովհետև այս միկրո էգոների պատճառով, մեր փոքրիկ Նապոլեոնների պատճառով, մենք էլի 4 տարի տանջվելու ենք այս մարդու ձեռը։ Ես անձամբ ասում եմ, ինչպես իմ շատ լավ գործընկեր Նաիրա Զորաբյանը ասեց, մենք նույն տեսակետ ունենք։ Ես մինչև հունիսի 7-ը պայքարելու եմ, կռիվ եմ տալու, որ մեր հանրապետությունը վերջապես փրկվի։ Չնայած արդեն մենք չունենք դա։ Մենք ունենք ինքնավար Հայաստանի հանրապետություն։ Եթե հունիսի 7-ից հետո սա շարունակվելու է, այս շոուն շարունակվելու է։ Ես խնդրում եմ, այլ ոչ մի հարցերով, ես չեմ ուզում մասնակցել այս խայտարակ, այս բազարներին։ Ես այլևս ոչ ինտերվյու եմ ուզում տալ, ոչ էլ ուզում եմ ինչ-որ մեկի հետ խոսել մեր ներքին քաղաքական հարցերի մասին։ Արտաքին քաղաքականություն խնդրեմ, ընդհանրապես ներքին քաղաքականության մասին հարցեր ինձ չտաք։ Այսինքն ձեր պատճառով մենք դեռ 4 տարի պետք է սենց տանջվենք։ Ես համաձայն չեմ։ Եվ ուրիշ սխալներ էլ նույնպես կատարվել, բայց մերոնց գիտեք, երբ որ դուք իրանց խորհուրդ եք տալիս, նրանք ամեն ինչ գիտեն, ոչ ոք ոչ մի բան սխալ չի անում մեր հանրապետությունում, ոչ ոք չի կարող ընդունել, որ ինչ-որ բան սխալ է անել։ Օրինակ ընդունել, որ հենց այնպես չի, որ մեր ժողովուրդը ասֆալտ տեսնելուց ուրախությունից լաց է լինում։ Ուրեմն ինչ-որ բան եղել է, չէ՞ դրանից առաջ մարդկանց հասցրել են, չէ՞ այս վիճակին։ Ոչ ոք չի ուզում ընդունի, ոչ ոք երբեք սխալ չի ընդունում։ Դրա համար էլ այս վիճակում ենք եւ վերջինը այդ խոսակցությունը նախքին ոչ նախքին։ Այս մարդը նախքին չի, այս լրագրողը նախքին չի։ Տիկին Զորաբյանի ինտերվյուն լսեցի եւ իսկապես ճիշտ է ասում։ Այդ մարտի 1-ը, այդ ես Հայաստանում չէի եւ բացարձակ ոչինչ չգիտեմ դրա մասին, բայց ասում են նա այնտեղ էր, չէ՞, այս մարդը այնտեղ չէր։ Ակտիվ դերում էր։ Երբ է։ Ահա, դա 20 տարի առաջ չէր։ Ներողություն, դա 20 տարի առաջ չէր։ Դե 18։ Հա, այսինքն նախկինները ով են, բանը նախկին չի։ Իր շուրջը այդ մարդկանցից քանի մարդն է, ուղղակի լուսնից են ընկել, նրանք նախկին չեն։ Հետո այդ հիմար խոսակցությունը նախկին ոչ նախկին։ Ինչ է պետք անել։ Եթե դուք ուզում եք ձեր ձայնը տալ նախկին ղեկավարի համար, խնդրեմ տվեք։ Նա իր կուսակցությունը ունի, նա իրավունք ունի մասնակցելու, դուք էլ իրավունք ունեք ձեր ձայնը տալ իր օգտին։ Եթե դուք ուզում եք նոր ուժ, խնդրեմ, կա նոր ուժ։ Ես այդպես գիտեմ։ Ես ոչ մեկին չեմ ճանաչում Հայաստանում, ոչ էլ ուզում եմ ճանաչեմ։ Ես ոչ մի կապ չունեմ ոչ մեկի հետ։ Եթե նոր ուժ կա, պարոն Կարապետյանի ուժը նոր ուժ է, չէ՞։ Իրեն ձեր ձայնը տվեք։ Այս խոսակցությունը ինչի համար է։ Բայց հետո բարձրացեցին այս ցուցակների հարցը, ես էլի ոչ մեկին չեմ ճանաչում, ոչինչ չգիտեմ եւ չեմ էլ ուզում իմանամ։ Իմ ասած այն է, որ այնպիսի մարդկանց ընտրեք, որոնք հեղինակություն ունեն, ում մարդիկ ձայն կտան։ Եթե դուք ասում եք, որ դուք նախկինների հետ կապ չունեք, այնպիսի ցուցակ ունեցեք, որտեղ նախկիններ չլինեն։ Եթե դուք ասում եք, որ մենք նախկինների հետ ենք ուզում, մենք երկրորդ նախագահի հետ ենք ուզում, խնդրեմ։ Այնտեղ առաջադրեք ձեր տեխնատությունը, մարդիկ թող դες դայն տան։ Ինչու է մեր մոտ ամեն ինչ սենց անհնար, ոչ մի տրամաբանություն չկա։ Ես չեմ հասկանում սա ինչ է, սա քաղաքականություն չէ։ Մեր մոտ շատ ցածր է, մեր այդ քաղաքական դիսկուրսների մակարդակը շատ ցածր է, մեր այդ կլանային, օլիգարխային հասարակություն ունենք, ցավոք սրտի եւ ունենք այդ փոքրիկ Նապոլեոնի հիվանդությունը, որը մեզ շատ է խանգարում։ Այդ փոքրիկ Նապոլեոնի հիվանդությունը, եթե կարելի է, ես ինչու եմ սա ուզում շեշտել, որովհետև նաև մարդիկ, ովքեր գիտեն, որ ձեզ հետ պիտի հարցազրույց վարեմ, խնդրեցին տեղեկանալ, որ կուսակցությունների մասին է ձեր խոսքը, որպեսզի հասարակությունն էլ իմանա, հասկանա, թե էգոյով տառապողները այդ ովքեր են, որոնք հնարավորություն են տալու, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, սա մեկ, եւ երկրորդը, պարոն Խաչիկյան, դուք մի պահ ձեր խոսքում ասացիք չկա այլընտրանք, բայց իրականում կա այլընտրանք, ձեր վերջին խոսքը հենց այդ մասին էր փաստում,
չեք ուզում գնացեք Քոչարյան ընտրեք, չեք ուզում բոլորովին նոր ուժ կա հանձին ուժեղ Հայաստանի, այսինքն այլընտրանքը կա եւ ընդ որում դաշինքների ձևավորման գործընթաց էլ կա, պարոն Խաչիկյան, մենք դա տեսնում ենք, թե ԲՀԿ-ի շուրջ է դա լինում, թե ուժեղ Հայաստանն է արդեն երկու ուժեր է միավորվել եւ հայտարարել է, որ դաշինքը բաց է, այսինքն այստեղ էլ այնպես չի, որ փակուղու մեջ ենք, կան հնարավորություններ, խնդրեմ լսում եմ ձեզ առաջին հարցից սկսած։ Ուրեմն այդ հրավերը անուններ տալ, սա նշանակում է, որ սկսվելու է այդ նույն բազարը, որը շարունակվում է ամեն տեղ։ Ես հրաժարվում եմ մտնել այդ բազարի մեջ, ես բազարներով չեմ զբաղված։ Դուք կարդալ գիտեք, բոլորս կարդալ գիտենք, վերցրեք Gallup-ի կամ ինչ-որ ուրիշ հարցումի հետ բաները, արդյունքները եւ նայեք։ Այս աղանդը ունի ասենք 20% կամ 23%, դրանից հետո պարոն Կարապետյանը ունի ասենք 17, ասենք 20, ասենք 23, չգիտեմ ինչքան է։ Դե նայեք, թվերը գրած են։ Դրանից հետո Հայաստան դաշինքը ունի իր տոկոս եւ այլն։ Եվ հետո կան մի շարք կուսակցություններ, որոնք ունեն 1%, 1.7%։ Դրանից պարզ էլ ինչ ասեմ։ Տողի վրա դուք չեք կարող անունը, ես որ անուն ասեմ, սա դառնում է անձնական հարցակում, ես չեմ ուզում որևէ մեկի անձին կպնել։ Ես այդ մարդը չեմ, չնայած նրանք որևէ խնդիր չունեն մեջքի հետև ցեղ թափելու հետ, բամբասելու հետ, ամենակեղտոտ բամբասանքները տարածելու, նրանք ոչ մի խնդիր չունեն, բայց ես այդպես չեմ, ես այդպիսի բանով չեմ պատասխանում մարդկանց։ Որևէ անձնական հարց տեղ չկա։ Վերցրեք ցուցակը, նայեք ով ունի 1.5%։ Եվ նրանք ասում են մեր հարցումներով մենք ունենք 10%։ Դե ես էլ կարող ասեմ, ես ունեմ 50%, իսկ հիմք կա ձեր ասացի համար։ Ասում եք սա կողմնակալ է, սա ուղղակի բան, սարկած թվեր են։ Լավ, իսկ երկրորդը, իսկ երրորդը, եթե 3-4 հարցում ցույց են տալիս, որ դուք մոտավորապես այս ինտերվալում եք, նշանակում է չեն կարող կողմնակալ լինել։ Բոլորը չեն կարող սուտ ասել տարբեր տեղերից։ Ուրեմն եկեք բան արեք, համակերպվեք, որ դուք դեռ չեք դարել Չերչիլ։ Դեռ չեք դարել Շարլ դե Գոլ կամ Մարշալ Ժուկով։ Եկեք մի մոմենտ ձեր այդ գյուղացի Նապոլեոնի մտածելակերպից դուրս եկեք, որ դուք մեզ երդվում եք, որ ամեն ինչ կանեք հայրենիքի համար։ Հայրենիք արդեն մեր ձեռից գնում է, մեր ձեռից շատ արագ գնում է։ 2 ամսով դուք կարող եք ձեր էգոն սահմանափակել, 2 ամսով։ Դրանից հետո առաջարկում եմ Հայաստանում կազմակերպել Օսկարներ եւ մի 20 մրցանակ բաժանել։ Բոլորին մի մրցանակ, ես Լոս Անջելեսից կբերեմ։ Այնտեղ վաճառում են իմիջիալոց սուվենիրների խանութում։ Ամենալավ բանը, պրեզիդենտը, ամենալավ պրեմիեր-մինիստրը, ամենալավ ռեժիսորը կբերեմ։ Բոլորին կբաժանեմ։ Մենակ 2 ամիս սպասեք։ Պարոն Խաչիկյան, իդեպ ասեմ, որ այն ընդդիմադիրներին, որոնք դուք այդ 1%-ի կամ 0.քանի% մեջ, ես հասկացա արդեն, թե դուք որ ընդդիմության։ Բայց ինչ են հասկանալու բան կա։ Բայց եկեք հասկանանք, արդյոք Պարոն Խաչիկյան, միանշանակ ընդունում եմ, բայց եկեք հասկանանք, արդյոք նրանք իրական ընդդիմություն են եւ հատուկ չեն դաշտ ներմուծվել հենց պառակտելու համար, նրանք հենց մտել են Փաշինյանի ջրաղացին ջուր լցնելու համար, ուրեմն մենք պետք է նաեւ մեր ժողովրդին իրազեկենք, որ նման ուժերը, որոնք կեղծ ընդդիմադիրներ են, նրանք ուղղակիորեն սպասարկում են այս իշխանությանը։ Ինձ թվում է այնքան պարզ է դա, եւ իրենք բացարձակապես ընդդիմադիրներ չեն, թեպետ հնարավոր է կամ մեծ անհանգստություն, որ հենց իրենք կխլեն ուղղակի իրական ընդդիմության ձայները եւ որոշակի առումով կփոշիացնեն։ Բայց եթե լինի համախմբում հզոր, ձեր թված այդ կարևոր ուժերի շուրջ ընդդիմադիր, կարծում եմ հնարավոր է հասնել հաջողության, թեպետ տարիների փորձառությունս նաև լրագրող որպես երկար տարիների փորձ ունեմ, չեմ տեսել երբևէ մեկ դեպք, որ Հայաստանում իշխանության փոփոխություն լինի ընտրություններով։ Դա 1996 թվականով փակվեց այդ էջը, երբ որ հնարավոր էր դա անել, բայց օրվա իշխանության այն ժամանակվա ներկանալի անձիկ հայտարարում էին, կարող է սկուտերի վրա պիտի տանք իշխանությունը Վազգեն Մանուկյանին, եւ մեր քաղաքական գործընթացները տեղափոխվեցին բոլորովին այլ եւ խիստ վտանգավոր դաշտ, ինչի ականատեսն ենք այսօր։ Խնդրեմ, եթե դուք դա կհիշեք, ես Հայաստանում չէի, բայց հիշում եմ, որ Սան Ֆրանցիսկոյի փողոցներով գնում էի եւ տեսա Սան Ֆրանցիսկո Chronicle-ի առաջի էջի վրա մեր բանում խորհրդարանում ավտոմատներով կանգնած մարդիկ Սան Ֆրանցիսկոյի Chronicle-ի առաջի էջում եւ ես փողոցում կանգնեցի, ես չհասկացա ինչա կատարվում։ Սա մեր նախ
միանգամից ասեմ, սա էլիտայի բացակայության խնդրեմ է, մենք չունենք վերնախավ, իսկական վերնախավ, որի սիրտը ցավա իր ժողովրդի համար, ոչ թե իր փորի եւ գրպանի համար։ Եվ մենք շատ եւ շատ երկար ժամանակ քանդել ենք մեր երկիրը, կողոպտել ենք, թալանել ենք, մեր մարդկանց հասցրել ենք այն օրին, որ բան են մանկապարտեզ են բացում, մարդիկ արցունքներով ուրախանում են։ Այսինքն դա մի օրում չի արվել, բայց ոչ ոք երբեք չի ընդունի, որ ինչ որ սխալ կատարել է։ Մեր մոտ այս բան չկա։ Ոչ ոք իր սխալները չի ընդունում։ Միշտ ինչ որ մեկի վրա գցում են։ Հիմա վերադառնալով ձեր հարցին, արդյոք նրանք օգնում են, արդյոք սա դիտավորյալ է արվում։ Շատ մարդիկ ինձ այդ կասկածը արտահայտել են։ Սա կասկած է, որը առաջանում է մարդկանց մոտ։ Փաստ չկա, ապացույց չկա, բայց կասկածը կա։ Ինչու եք դուք ամեն անգամ դուրս գալիս ցույց ցրում։ Դուք գիտեք, որ մարդիկ չեն ուզում ձեզ տեսնել, դուք դուրս եք գալիս, մարդիկ գնում են տուն, եւ դուք դա տեսնում եք ձեր աչքերով, որ մարդիկ շրջվում գնում են տուն, երբ որ դուք սկսում եք գորգորալ։ Նույն բառերը։ Այսինքն կամ դուք այնքան նարցիսիզմով տառապում եք, որ դուք չեք կարող հասկանալ, որ դուք Աստված չեք, եւ դա իսկապես լինում է։ Նարցիսիզմը շատ ծանր հիվանդություն է հոգեբանական։ Արդեն հոգեբանությունից էլ հասկանել, արդեն որ ինքս չգժվեմ։ Կամ դուք այնքան տարված եք ձեր Նապոլեոնի գահով։ Իմիջիալուց Նապոլեոնին երկու պարտություն պահանջվեց, որ նա հեռանա։ Մեկը Լեյպցիգում էր 1813 թվականին, մեկն էլ Վատերլո։ Մերոնց 10 անգամ էր Վատերլո լինի, նրանք չեն գնում։ Իրանց համար դա հերիք չի։ Կամ դուք դա դիտավորյալ եք անում։ Կամ դուք դիտավորյալ փոշիացնում եք ձայները, որպիսի հաղթի այս մարդը։ Սրանից հետո վայնասուն է բարձրանալու, հարցակումներ, վիրավորանքներ, հայոյանքներ, կներեք թքած ունենամ ես ձեր վիրավորանքների վրա։ Եթե ես պետք է էլի 4 տարի տանջվեմ ձեր պատճառով, ամեն օր տեսնեմ այս կիսախելագարը ոնց է գնում, մտնում եկեղեցի, 18 տարեկան երեխա են գցում ծեծում, ու ձեր պատճառով ես պետք է դա տեսնեմ, ամեն օր ձեռներս դողա ջղայնությունից։ Ինչքան ուզում եք գորգորացեք, բողոքեք, էտեք, նայեք ձեր թվերին։ Կամ դուք ձեր թվերը բարձրացրեք, որ դուք անցնեք շեմը, կամ թող մարդիկ ձեզ ձայն չտան։ Թող մարդիկ ինքները մտածեն, մեր քաղաքացիները թող մտածեն։ Նայեք, թե ինչ շանսեր ունի այս կամ այն ուժը անցնել շեմը, հաղթահարել շեմը։ Եթե չեն հաղթահարում, ձայն մի տվեք, այդ ձայները գնալու է ԿՊ-ին։ Եթե կարծում եք, որ հաղթահարում է, տվեք։ Եթե տեսնում եք, որ կորելու է, մի տվեք։ Մենք գոնե թե այս ինչքան ուզում են հարցակվեն, ինձ թքած ունենամ ես, կներեք, կոպիտ ասեմ, բայց գոնե թե այս պահին հժամ, ժառանգություն կուսակցություն, Հրանտ Բակրատյանի կուսակցությունը, էլի կան կուսակցություններ հայտարարել են, որ իրենք չեն մտնում ուղակի ընտրապայքարի մեջ, որովհետև կարող է, այո, այն մտավախությունը, ինչի մասին մենք խոսում ենք, փոշիացնել ձայները, եւ սա իսկապես եւ ուրախալի է, որ իրենք հենց հայտարարել են, որ աջակցելու են այն առաջատարին, որը տվյալ դեպքում ուժեղ Հայաստանն է։ Ես հիմա կուզեմ, որ դուք նաեւ ձեր կարծիքը հայտնեք վերջերս տեղի ունեցած ամենավերջին, այսպես մեծ իրադարձություն, եթե համարենք, համախմբված հանրահավաքներ երկար ժամանակ նման մեծ թվով հանրահավաք չէր տեղի ունեցել Երևանում, որ կազմակերպել էր ուժեղ Հայաստանը, հաշվվում է, որ 40,000 մարդ մասնակցում է։ Ես անձամբ ներկա եմ եղել, ժողովրդի միջով քայլում էի, որպեսզի իսկապես հասկանամ տրամադրությունները։ Իշխանությունը գրում է, թե փողով բերած են, ես ինքս որպես լրագրող ներկա լինելով վստահաբար հիմա ասում եմ, մարդիկ եկել էին այն հստակ գիտակցումը, որ գալիս են սարդարապատ են գնում։ Պիտի միասին դուրս գանք, այս մեր վերջի կռիվն է, հունիսի 7-ը մեր վերջի կռիվն է, կամ հաղթում ենք, կամ մեռնում ենք բոլորս։ Այսպես էին մարդիկ ինձ ասում, ատելությունը գեներացված է, ատելությունը ահավոր է այս իշխանության նկատմամբ, ես չէի խոսում, մարդիկ էին ասում։ Ես ուզում եմ փոխանցել նաև ձեզ այդ ինֆորմացիան, որ հայ ժողովուրդը հրաշալի գիտակցում է ինչ է կատարվում, դա նաև ցույց է տալիս Նիկոլ Փաշինյանի այդ քարոզարշավի ընթացքում չեն դիմանում, ճեղքում են այդ թիկնապահների զորքին, որ շրջապատել է իրենց եւ իրենց հստակ հարցերն են ուղում եւ արտահայտում իրենց անվստահությունը առ Նիկոլ Փաշինյան։ Ձեր կարծիքը որպես վերլուծաբանի, պարոն Խաչիկյան, կխնդրեմ այս գործընթացի հետ կապված էլ ասեք, հա, որքանով կհաջողվի ուժեղ Հայաստանին իրականում իրականացնել այն փոփոխությունը, ինչի մասին արդեն մի քանի ամիս նրանք խոսում են, խնդրեմ։
Նախ պարոն Բագրատյանը շատ ճիշտ բան ասեց, նա շատ խելացի, փորձառու մարդ է, ես շատ սիրում եմ իրեն լսել, որպես վերլուծաբան, իր ասածները միշտ հիմնավոր են, նա շատ խելացի մարդ է, շատ լավ է, որ նա այդպիսի քայլի է գնում, շատ ճիշտ է։ Եվ այդ 1%-անոց ուժերը պետք է կամ միավորվեն, կամ չխանգարեն, որպեսզի այս մարդը հեռանա։ Ասեցի։ Ինչ վերաբերվում է մեր ձևով շարժմանը, ես իհարկե աջակցում եմ շարժմանը, ես աջակցում եմ բոլոր այն ուժերին, ովքեր կարող են կանգնեցնել Հայաստանի տապալումը, իսկ Հայաստանը տապալվում է, արդեն կիսատապալված վիճակում է, մենք ասեցի։ Սա ինքնավարություն է, սա անկախ պետություն չէ։ Ես աջակցում եմ բոլորին, եւ անգամ եթե այս խմբում, ԿՊ-ում ինչ որ մարդիկ լինեն, ում խիղճը զարթնի եւ նրանք տեսնեն ուր են մեզ տանում եւ իրենց ծրագիրը ներկայացնեն, ես իրենց էլ կաջակցեմ։ Ինչպես իմիջիալոց 2018 թվականին ես իրենց աջակցել եմ օգնությունը ցանկացած հարցով։ Դա իհարկե չընդունվեց։ Եվ ինչ վերաբերվում է մարդկանց, այո, շատ լավ է, որ այսպիսի մեծ ցույց եղավ, շատ մարդիկ դուրս եկան, բայց պետք է ասեմ մի բան, որ երբ որ Սրբազանի շարժումներ նույնպես ասում էին, որ սա մեր վերջի շանսն է, վերջի հնարավորությունն է, տասնյակ հազարավոր մարդիկ են քայլում, ես էլ Դիլիջանից ոդկով եկել եմ Երևան, բայց հետո եկան այն նույն մարդիկ, այդ նույն ճանճերը հավաքվեցին, այդ նույն մարդիկ էլի եկան, սկսեցին խորհուրդներ տալ, էլի սկսեցին շեղել, էլի սկսեցին ինչ որ ինտրիգներ, եւ էլի ամեն ինչ տապալեցին։ Եթե այս անգամ էլ սա լինի, ես արդեն որևէ բողոք չունեմ, ոչ ադրբեջանցիներից, ոչ էլ թուրքերից, արժանի ենք։ Եթե այս անգամ էլ մենք թույլ տանք, որ այս էլ շեղեն, այս շարժումն էլ շեղեն, եւ այդ խորհրդատուները էլի գան, ուրեմն մենք արժանի ենք սրան։ Իսկ կրկնեմ նորից, այո, ես աջակցում եմ եւ մեր ձևով շարժմանը եւ բոլոր ուրիշ շարժումներին, ովքեր կարող են կանգնեցնել այս արտաքին ուժերից բերած այս դավաճան իշխանությունը։ Եվ մոտենում ենք արդեն մեր հարցազրույցի ավարտին, ձեր կարծիքը կխնդրեի Կարապետյանի ուղերձի հետ կապված, Սամվել Կարապետյանի շեշտադրումը այսպիսին էր, մի հետաքրքիր պահ է, մենք այլևս թույլ չենք լինելու, ուժեղ ենք լինելու Մոսկվայում, վերականգնելու ենք խաթարված հարաբերությունները, ուժեղ ենք լինելու Վաշինգտոնում, Լոնդոնում, Պեկինում, սա համարենք ուղերձ աշխարհաքաղաքական կարևորագույն կենտրոններին եւ այն ավերը, որ կատարել է Փաշինյանի իշխանությունը իր 8 տարիների ընթացքում, եկող ուժը Սամվել Կարապետյանի, եթե ստացվի դա եւ վարչապետությունը իսկապես նա վերցնի իր ձեռքը հունիսի 7-ից հետո հնարավոր է իսկապես շտկել իրավիճակ, պարոն Խաչիկյան, որովհետև երբեմն թվում է մենք այնքան ենք գլորել հատակը անդունդի, որ այնտեղից դուրս բերելը լրջագույն ճիքեր են լինելու, մարդիկ կան նույնիսկ ասում են այլևս նույնիսկ անհնար է։ Դուք ինչ կարծիքի եք, ես այս հարցում կուզեի ձեր կարծիքը լսել նաև, խնդրեմ։ Մեզ տարան սխալ ճանապարհով Եվրոպան կորցնում է իր դիրքերը աշխարհում եւ մեր ռեգիոնում։ Միացյալ Նահանգները պարտություն կրեց Իրանից։ Մեր ռեգիոնում տիրելու են Թուրքիան, Իսրայելը, Իրանը, կարևոր դեր կխաղա Չինաստանը։ Պետք է ունենալ ճիշտ արտաքին քաղաքականություն։ Այո, պետք է հենվել եւ Չինաստանի, եւ Իրանի, եւ Ռուսաստանի վրա, եւ պետք է, այո, նորմալ հարաբերություններ ունենալ Արևմուտքի հետ առանց հեքիաթային ինչ որ սպասելիքներ ունենալու, որ վաղը նրանք գալու են մեզ պաշտպանելու են եւ այլն եւ այլն։ Պետք է տանել ճիշտ դիվանագիտություն։ Այս կառավարությունը ամեն ինչ տապալեց։ Հնարավորություն ունենալով խաղաղ պայմանագիր կնքել, փրկել Ղարաբաղը, ավարտել պատերազմը արժանապատիվ ձևով դա անել։ Նրանք դա տապալեցին իրենց ուղղակի նրանք նախ կամ անկիրթ են կամ շատ միամիտ են, երևի ավելի շուտ անկիրթ եւ անփորձ, եւ երկրորդը նրանք ենթարկվեցին արտաքին ճնշմանը։ Նրանք արեցին այն, ինչ որ նրանց ստիպեցին անել Թուրքիայից եւ Եվրոպայից, հանձնել Ղարաբաղը, հանձնել Մեղրին, ոչ մի բան չստանալով։ Պատմության մեջ դիվանագիտության այսպիսի բան չկա, որ դուք ամեն ինչ հանձնեք, ոչինչ չստանաք, ոչինչ։ Հանձնեցիք, մենք արդեն սահման չենք ունենալու Իրանի հետ։ Մեր մարդիկ թող դա շատ լավ հասկանան, ինչքան ուզում են խափեն մեզ։ Մենք ունենալու ենք մի ընկերություն, որը ենթարկվում է Միացյալ Նահանգների կառավարությանը, որը կարող է 8 ամիս հետո կամ 8 ամիս չէ, նոյեմբեր ինչքան է, 5 ամիս հետո փոխվի ու նոր կառավարությունը ասի՝ իդեպ գիտեք, այս ընկերության 74%-ի 50%-ը թուրքական է կամ իսրայելական է, իրենց հետ խոսեք։ Շատ հնարավոր է, որ այդպես էլ կլինի։ Մեզ տարան սխալ ճանապարհով,
կործանեցին մեր հանրապետությունը, մենք դառել ենք ինքնավար մարզ եւ սա փրկելու համար շատ եւ շատ ջանքեր են պետք։ Ես հույսով եմ, որ մեր ընդդիմությունը դասեր կքաղի վերջապես։ Միանգամից եմ ուզում ասել, ինչքան ուզում եք ատելության կոմենտները, գրություններ գրեք, ինձ բացարձակ միևնույն է։ Ես ուզում եմ, որ մենք սրատակից դուրս գանք։ Ես 4 տարի պատրաստ չեմ ամեն օր ինֆարկտ ապրել, տեսնելով թե ինչ է անում այս կիսախելագար լրագրողը մեր ժողովրդի հետ։ Շնորհակալություն, շատ հետաքրքիր, ինչպես միշտ ձեր վերլուծության համար, պարոն Խաչիկյան, ինձ մնում է վերհիշեցնել իմ հեռուստադիտողներին, որ տեսակապով ես զրուցում էի ԱՄՆ Ստենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր միջազգայնագետ Արթուր Խաչիկյանի հետ։ Լավ եղեք, կհանդիպենք, ցտեսություն։